Բռնության ենթարկված անձինք կարող են ազատվել դատական ակտերը բողոքարկելու համար անհրաժեշտ որոշ ծախսերից։ Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծով Զարուհի Բաթոյանն առաջարկում է տուրքից ազատել ամուսնալուծության ծնողական իրավունքների իրականացման հայրությունը որոշելու եւ այլ հայցերի դեպքում։ 2021-ից 25 թվականի առաջին երամսյակի ժամանակահատվածում իրենց տվյալներով շուրջ 324 անձ չի դիմել դատարան տվյալ ուրեմն իրավունքից օգտվելու համար ֆինանսական ոչ բավարար միջոցների պատճառով։ Գումարը կարող է հասնել մինչև, չգիտեմ, 40,000, 50,000, 60,000 տարբեր կախված թե որ ատյանում է, կախված ինչ հայցեր են, քանի երեխայի մասին է խոսքը, եւ սա իսկապես ֆինանսական լուրջ խնդիրներ է։ Առաջարկվող լուծումները կնպաստեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը, կառավարության դիրքորոշումն է։ Ներկայացված հաջորդ նախագծերի հեղինակը հիմնականում արդարադատության նախարարությունն էր։ Դրանցից մեկով կկատարելագործվեն հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները։ Նախարարությունն առաջարկում է որպես խրախուսում օտարվող գույքերի սեփականատերերին գործող կարգավորման համեմատ եւս 15%-ով ավելի բարձր փոխհատուցում տրամադրել, եթե նա համաձայնում է ձեռքբերողի առաջարկած փոխհատուցման չափին։ Արդյոք նոր փոփոխությունները զրկում են քաղաքացուն կառավարության որոշումը վիճարկելու հնարավորությունից, հարցրեց Արծվիկ Մինասյանը։ Ոչ, արձագանքեց հիմնական զեկուցող Սրփուհի Գալյանը։ Մինասյանը հիշատակեց պետություն, մասնավոր հատված հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները։ Ինչով են լարված պետություն, մասնավոր հարաբերությունները։ Երբ որ պետությունը որոշում է որևէ կոնկրետ բիզնեսի պատկանող կազմակերպության ներքո, դիտարկի հանրային գերակա շահը։ Բացարձակակապ չունի սա պողոտայի կոնկրետ հարցադրումը վերաբերում է այն բիզնեսներին, հետո նաև հետ եւ այլն, եւ պետությունը որոշել է գերական հանրային շահ ճանաչել։ Լարված է, չէ՞ հարաբերությունը։ Իրականում այս փոփոխությունները արվում են, որպեսզի հյուսիսային պողոտայի օրինակներն այլևս չունենանք եւ արվում է արդարացի իրավունքների հավասարակշռություն ապահովելու նպատակով։ Պատգամավորները հարց բարձրացրին, արդյոք արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող հայցերի քննության վրա կարող է անդրադառնալ օրինագիծը, կարող է պրոցեսը կասեցվել, նոր գնահատում իրականացվել, որի արդյունքում սեփականատիրոջ փոխհատուցման չափը կարող է աճել, արձագանքեց նախարարը։ Հաջորդ օրինագծով նախարարությունն առաջարկում է, որ վերաքննիչ բողոքները քննվեն գրավոր ընթացակարգով։ Առաջարկվում է նաև ամրագրել, որ այն դեպքերում, երբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում եւ այդ վճիռը վերաբերում է 300,000 դրամը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինն այլևս չկարողանա վերաքննության կարգով բողոքարկել առաջին ատյանի որոշումները։ Վարչական վերաքննիչ դատարանից ծանրաբեռնվածությունը կրճատվելուն ուղղված փոփոխություններին ընդդիմությունը կողմ էր, սակայն այլ հարցեր ուներ Արծվիկ Մինասյանը։ Նրան անհանգստացրել էին դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը իշխանության մասնակցությունն ու ելույթները, թեև խոստովանում է, ինքն էլ է հրավեր ստացել ու մերժել։ Արդյոք ճիշտ մոտեցում է, երբ որ քննարկումների ժամանակ գերիշխում է գործադիրը, եզրափակիչ ելույթը կառավարության ղեկավարին, բայց այդ քննարկումներում չկա շահագրգիռ, օրինակ մասնագիտական հանրություն։ Մենք ունեինք այլ ֆորմատ եւս, մեկ միջոցառում արդեն իրականացրել էինք այդ ֆորմատով, որտեղ պանելի մասնակից ոչ միայն օրենսդիր գործադիր եւ դատական իշխանության ներկայացուցիչներն էին, այլ նաեւ քաղաքացիական հասարակության եւ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, այսինքն մենք քննարկումների տեսանկյունից բաց ենք։ Ես առաջարկում եմ գալ եւ մասնակցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերին։ Քաղաքացիական ներկայացուցիչները իրենց մանդատներն ու մշտական մասնակցությունը ունեն եւ խիստ ցանկալի է, որպեսզի այն մանդատները, որոնք հատկացված են ընդդիմությանը, թափուր չմնան։ Արծվիկ Մինասյանն ասաց, Սահմանադրական բարեփոխումները համարում է կառավարության նախաձեռնությունը, հետևաբար չի պատրաստվում մասնակցել խորհրդի նիստերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկեց նաև հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին նախագիծը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում միակ փոփոխությունը վերաբերում է ուժի մեջ մտնելու ժամկետներին։ Օրենքն ուժի մեջ կմտնի ընդունումից անմիջապես հետո, այսինքն եթե առաջիկա քառօրյայում ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, ապա արդեն իսկ առաջիկա հունվարի 27-ը կնշվի որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այն կլինի ոչ աշխատանքային։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։